Իսկ ով լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք, որ տեր կկանգնի մեր երկրին։ Մարդ, որը պետք է կարողանա լսել, մարդ, որ պետք է կարողանա կողմնորոշվել, գտնի իր թշնամիներին, իր հակառակորդներին, բարեկամներին։ Եվ այսպես չանի, այսօր այսպես անում, վաղ այսպես անում։ Մի բան առավոտն ասում է, հաջորդ օրը ինքը բան անում, ժխտմա թե այսպեսի բան չեմ ասել։ Հետո Ինձ թվում է, որ Սամվել Կարապետյանը երևի ավելի վստահելի է, քան թե պարոն Փաշինյանը։ Ղեկավարության նելու իմաստը ո՞րն է, որ քաղաքացուն օգնեն, ժողովրդին բարելավեն ամեն ինչով։ Այդտենց չի, որ ասեն քաղաքացուն թողեն այնտեղի դուրս։ Նիկոլին ճանապարհեցինք, ամեն ինչ լավ է լինելու, փոխվելու է։ Չեմ իմանում ինչ ասեմ, բայց Փաշինյանը Երևակայի շատ թույլ ու անխելք մարդ է։ Ինքը թող մեղքը չգցի ժողովրդի վրա, ժողովուրդը ստեղծող, արարող, աշխատող ժողովուրդ է, ոնց էլ անի կրոտի դնում են, բայց այս պայմաններում, այս հարկերի, այս ամեն ինչի բանում դժվար է։ Այո, Փաշինյանն էլ եկավ, սկզբից լավ է, ասենք ժողովուրդը փոխելու մար փոխին, բայց արդյունքն էլ էսա։ Ղեկավարը, որը պիտի ղեկավարի երկրը նորմալ։ Ունենք այդպիսի ղեկավար մենք։ Կա, բայց իմ թեմ անձնական է, ես չեմ ասի դա։ Խելացի, հայրենասեր մարդ։ Մեզ համար լավն է պետք։ Հարաբերություն լինելու մար պիտի ղեկավարը լինի։ Տունը պիտի տեր ունենա։ Եթե տան գլխավորը այլանդակ էլա, վալկաշելա, կնիկը ինչ ասած կանի։ Տուն էլ չկա, ման էլ չկա, ես էլ կանի, են էլ կանի։ Այսօր ինչ ղեկավար։ Ղեկավարի անուն լսելուց պիտի մի քիչ սրտը տաս։ Ես էլ եմ պետքան ղեկավարը, որ ինձ մի հոգի ցեն տա, գրելու եմ, որ սաղ ես եմ։ Ժողովուրդը զգում է իր վրա որևէ փոփոխություն։ կզգա։ Հեսա դեկտեմբերի կողմերը կզգա։ Ինչպիսի փոփոխություն։ Դա երբ որ ամեն ինչը թանկանա, գազը որ թանկանա, ամեն ինչը թանկանա։ Երկիրը ոտի կանգնելու համար ակին ուժեր է պետք։ Պետք է խելացնի ժողովրդի մասին մտածի։ Ոնց կայունանա, մարդիկ նախ պիտի ազնիվ լինեն, առաջի հերթին, ճշտապահ լինեն, ազնիվ լինեն, բամբասող չլինեն, իրար ոտի տակ չփորեն եւ օրենքների ենթարկվող լինեն, օրենք պիտի լինի, եթե օրենք եղավ ամեն մարդ օրենքին հետևի, ամեն ինչ լավ կլինի։ Եվ հերիք է, էլի ուժեղ, խելացի եւ սիրի էլի ժողովրդին։ Ամեն ինչն արդեն վարյակնացել ինչ զորացն է զարգացել։ Բայց թե պիտի ոնց ասեմ, ուժեղը լինի, որ կարողանա հաղթահարի այս ամեն ինչը, որ կարողանանք ոտքի բարձրանանք։ Իսկ ով է այդ մարդը, դուք տեսնում եք նման մարդներ այս միջավայրում, թեկուզ իր անունը կարող եք ասել կամ դրել էր ընտրություններին այդ մարդերի տեխնացությունը։ Դրել էր, բայց չանցավ։ Օրենքի դիկտատուրա։ Այս ազգին պետք է ճիպոտով դաստիարակես։ Այս ազգին ճիպոտով պետք է դաստիարակես։ Հարգանքի արժան է ղեկավար լինելով ուզում լինի։ Էական չի ով, հարգանքի արժան։